Երկու զոհ, մեկ վիրավոր մերձավանում, ինչ է հայտնի Փարաքարի համայնքապետի ու ընկերոջ սպանությունից։ Բաքվում հաշվում են սպասվող օգուտները միջանց կոչվածից, ինչ կստանա Երևանը։ Վարչապետը մեկնում է Մոսկվա, Տեր-Պետրոսյանը ասում է, ինչու չի բանավիճում Փաշինյանի հետ։ Ուկրաինան կարող է վերադարձնել կորցրածը եւ առաջ շարժվել, ԱՄՆ նախագահի պնդումը։ Պատասխան Մոսկվայից Ռուսաստանը վագր չէ, թղթե արջերել չեն լինում։ Իտալիան պատրաստ է ճանաչել Պաղեստին պետությունը, երկու նախապայման կա։ Շիրակի թեմի առաջնորդը կմնա կալանքի տակ, դատարանը Աջապահյանին մեղավոր ճանաչեց։ Առեղծվածային դեպք Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի հյուպատոսարանում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին ներկայացուցչին։ Բռնության աճ Հայաստանում թիրախում անչափահասներն են։ Աջակցություն դպրոցներին կոնկրետ պայմանով, ով կարող է օգտվել 10 միլիոնի ծրագրից։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է կարևորի մասին, ես Հայկ Նավասարդյանն եմ։ Եվ այսպես թողարկումը սկսենք Մերձավանում կատարված աղմկահարույց սպանություններով համացանցում տարածված տեսանյութում երևում է, ինչպես է գիշերը դիմակավորված մարդասպանը կրակահերթ արձակում Փարաքարի համայնքապետի ու նրա հետ կանգնած տղամարդկանց ուղղությամբ։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 18 կրակած պարկուճ, նախաձեռնվել է քրեական վարույթ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության և 1 հոգու սպանության փորձի դեպքով։ Վերջինս վիրահատվել է, գտնվում է բժշկական կենտրոնում, այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։ Արդյոք սա վենդետա էր, հարցը լրատվամիջոցների գլխագրերում է, Մերձավանում էլ դեռ ոչինչ չգիտեն։ Կեսգիշերից 10 պակաս է ոստիկանությունը ստացել ահազանգը Փարաքարի Մերձավանում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, մեկը համայնքապետն է Վալոդյա Գրիգորյանը, մյուսը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, ով այդ պահին ծառայության մեջ չի եղել, համայնքի ղեկավարի ընկերներ, դեպքի ժամանակ պարզապես այդտեղ էր Գրիգորյանի տան առջև։ Եվս մեկ մարդ վիրավոր է, տեղափոխել են բուժկենտրոն ու վիրահատել, կյանքին վտանգ չի սպառնում։ Մեկ անձ դիմակավորված ձեռնոցներով մոտեցել է այստեղ կանգնած 3 անձանց, իմ նշած կրակահերթ է արձակել, հարյուրավոր ոստիկաններ կան այս պահին այս հատվածում մեր իրավապահ գործընկեր մյուս կառույցների հետ համատեղ այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ, չեմ կարող որոշակի մանրամասներ նշել զուտ բացահայտման գործընթացին չխոչընդոտելու համար։ Ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում, տեսախցիկներ են վերծանվել, հանրապետության մուտքեր ու ելքեր են այս պահին ստուգվում որոշակի առումով, մեքենաներ կան տեղափոխված պահպանվող հատուկ տարածք։ Վաղարշաբաթի բաժնում օպերատիվ հետախուզական եւ համապատասխան մյուս աշխատանքները ներքին գործերի նախարարն անձամբ է գլխավորում։ Վարչապետը Facebook-ում է գրել, իրավապահները պարտավոր են շուտապույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ Նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ։ Ենթադրյալ հանցագործ կա, կասկածներ կա, սա 7 ամսվա դեպքի հետ որևէ առնչություն Քննչական կոմիտեի ներկայացուցիչն այդպես էլ ուղիղ չի պատասխանում լրագրողի հարցին, թե արդյոք տեղի ունեցածը կապ ունի կամ կարող էր ունենալ տարեսկզբի միջադեպի հետ, երբ դարձյալ այստեղ այս նույն փողոցում կրակոցներ էին հնչել, որին էլ այդ օրերին գյուղապետի պաշտոնը զբաղեցնող իշխանական Մհեր Ախտոյանի 29-ամյա ազգականը զոհ դարձավ։ Եվ տարածքում բնակվողները, հիշեցնեմ, քաղաքական հաշվեհարդարի վարկածն էին առաջ բերում։ Ես չեմ կարող ասեմ ոչ մի բան ինքը ոչ մեկին պատասխան չի արել։ Ընդհանրապես ոչ մեկին լավությունից բացի ոչ մի մեկին պատասխան չի արել։ Ես չեմ հասկանում թե ինչ է։ Ոչ մի թշնամություն ինքը չի ունեցել, բացարձակ։ Ինքը այլ մարդը չի եղել, որ թշնամի կարող է ունենալ։ Բոլորը հարգել են, բոլորը սիրել են, ինքը բոլորի կողք եղել է որպես լավ անձնավորություն։ Փետրվարի 5-ի սպանությունից գրեթե 2 ամիս անց Փարաքարում ընտրություններ եղան։ Վալոդյա Գրիգորյանը գլխավորում էր ընդդիմադիր միասնություն դաշինքը։ Ընտրապայքարում ավելի քան 6500 քվե, շուրջ 57% վստահության արժանացավ, օրենքի ուժով դառնալով համայնքի
ընտրված ղեկավարը։ Դաշինքի Մաս ապրելու երկիր կուսակցության նախագահն է արձագանքում գործընկերոջ սպանությանը, ըստ Թանդիլյանի տեղի ունեցածն անարդարության հետևանք է։ Մշտապես կապի մեջ եմ եղել Վոլոդիա Գրիգորյանի հետ։ Նա ամբողջությամբ Փարաքար համայնքի զարգացման գործիներ նվիրված։ Այդ գործերով էր զբաղվում օր ու գիշեր։ Նա ընդհանրապես այլ գործերով զբաղված չէր, ես չեմ կարող գնահատական տալ, թե սա ինչ շղթա է, բայց ոստիկանները պարտավոր են բացահայտել այս գործը։ Կան տեսանյութեր։ Հնարավոր չէ այս գործը չբացահայտել։ Ինչ հաշիվ փորձեցին մաքրել նախորդ գիշեր այս հասցեում, ինչու հրացանի փողն ընդդեմ համայնքի ղեկավարի ուղեցին, մինչև այս հարցերը գտնեն իրենց պատասխանները, Վոլոդիա Գրիգորյանի վերջին գրառումն է, երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանում աշխատել էր ուզում ի բարօրություն պետության, ի փառս ժողովրդի, հիմա Մերձավանի Երևանյան խճուղում օդը կանգ է առել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանի նախաձեռնած խաղաղության խաչմերուկը, որ թուրքերն ու ադրբեջանցիները Զանգեզուրի միջանցք են անվանում, ավելի շատ օգուտներ է խոստանում այդ երկուսին, քան Հայաստանին։ Սա տնտեսագիտական կարծիք է Սյունիքով նախատեսված Թրամփի ուղու մասին։ Մյուս կողմից մասնագետները հիշեցնում են Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ առանց այդ միության համաձայնության ինչպես կարող է երրորդ երկիրը անցում կամ տարանցում անել առանց մաքսային հսկողության։ Մինչև այդ սակայն Բաքվում սկսել են ձեռքերը շփել սպասվող եկամուտներից, հաշվարկներ են արել ու արդեն թվեր են հրապարակում։ Ադրբեջանցիները հաշվում են, թե ինչ օգուտներ կստանան իրենց բառամթերքում հաճախակի օգտագործվող Զանգեզուրի միջանցքի կամ Թրամփի ուղու շահագործման արդյունքում։ Ալիևի օգնական Հաջիևը հաշվել է ու շտապում է թվեր ներկայացնել։ Ադրբեջանցի պաշտոնյայի կանխատեսումներն են։ Միջին միջանցքով բեռնափոխադրումները կգերազանցեն 50 միլիոն տոննան։ Բաքվի նավահանգստի տարեկան բեռնափոխադրման հզորությունը 25 միլիոն տոննա է եւ աշխատանքներ են տարվում այդ հզորությունը ընդլայնելու ուղղությամբ։ Պատմական Կարսի ամրոցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում նոր կառուցվելիք երկաթգիծը, որի հիմնարկեքը օգոստոս ամսին էր։ Կարսից այն պետք է հասնի Նախիջևան, որից հետո Հայաստանի տարածքով միանա Ադրբեջանին։ 2020 թվականից մեկնարկել է Բաքվից մինչև օկուպացված Կովսական եւ Հայաստանի հետ սահման երկաթուղու նախագիծը։ Այն ըստ Հաջիևի կավարտվի 2026 թվականի կեսերին։ Ներկայումս աշխատանքներ են ընթանում Զանգեզուրի հատվածի 42 կիլոմետրանոց տեղանքում մեր ամերիկացի գործընկերների մասնակցությամբ։ Երրորդ հատվածը ներառում է Նախիջևանը։ Հայաստանում տնտեսա-քաղաքագիտական համայնքը լավ գիտի, որ այդ նախագծից միայն տարածաշրջանի խոշոր, այդ թվում Հայաստանի համար հակառակորդ երկրները կշահեն։ Տնտեսագետ Սարգսյանը օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված հուշագրին է հղում կատարում։ Այդ փաստաթղթում ըստ նրա կա մի կետ, որին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։ Այն է Հայաստանը պետք է քննարկումներ իրականացնի ԱՄՆ-ի եւ համաձայնեցված երրորդ երկրների հետ հետագա շահագործման պլանը կազմելու համար։ Այդ երրորդ երկրները ԵԱՏՄ անդամ պետություններն են։ Երրորդ երկիրը դա չի կարող չլինել կամ երկրները ԵԱՏՄ անդամ պետությունները, որովհետև երկրի պետական սահմանը եթե տրամադրում է անցման թույլտվություն օրինական եղանակով, դա վերանվանվում է եւ կոչվում է մաքսային սահման։ Հայաստանի Հանրապետության եւ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մաքսային սահմանները միայն իրենց երկրների մաքսային սահմանները չեն, դա համարվում է մաքսային միության, այսինքն ԵԱՏՄ մաքսային սահման։ Հետևաբար Հայաստանը այստեղ ինքնուրույն որոշում կայացնելու ուղղակի տարբերակ չունի, հնարավորություն չունի այդպեսի։ Ինքը պարտավոր է խորհրդակցել, այսինքն այստեղ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությանը պարտավոր է հաշվի նշել։ Տնտեսագետը խիստ կասկածելի է համարում, որ ԵԱՏՄ-ն թույլ կտա, որ առանց մաքսային հսկողության իր մաքսային տարածքով անցում կամ տարանցում կատարվի, կամ Հայաստանը հայտարարում է Եվրամիությանն անդամագրվելու մասին։ Դրան զուգահեռ խոսում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման մասին։ Սրանք տրամագծորեն տարբեր բաներ են։ Աշխարհում վաղուց արդեն վերջին տարիներին կոմպլեմենտար քաղաքականություն այլևս գոյություն չունի։ Աշխարհում նոր աշխարհակարգում կամ կամերի քաղաքականությունն է ձևավորվել, եւ դրա մասին արդեն ուրիշ տեքստով բոլորն են ասում եւ Արևմուտքը եւ Ռուսաստանը։ Թրամփի ուղի կլինի կամ թուրքական աշխարհի հայտարարած այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը Հայաստանի համար էլ խաղաղության խաչմերուկ, ըստ տնտեսագետի Հայաստանը դրանից ստանալու է զուտ վարձակալական վճար։ Այդ վարձակալական վճարը բնականաբար չի կարելի համարել այդպես տնտեսական զարգացման խթան, դա նույնիսկ ծաղելու է։ Իրականում Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսությունների հզորացման ներուժ է ստեղծվում նոր։ ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին տրամադրել 145 միլիոն դոլար աջակցություն, որը կուղղվի Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծին։ Տնտեսագետ Սարգսյանը հիշեցնում է, յուրաքանչյուր պետություն, որ ներդրումներ կիրականացնի Հայաստանում, այդ թվում ԱՄՆ-ն, հետո հետգնումներ է պահանջելու։ Թե ունենան աշխարհակաղակական կոնսենսուս գեոպոլիտիկ խաղացողները, Հայաստանը պարտքի տակ է մնում, որովհետեւ նրան ասելու են, թե Հայաստան մենք քեզ վճարում ենք կատարել, դու պետք է դրա հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարես։ Ermenistan Başbakanı Sayın
Paşinyan başta olmak üzere. Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների թեմային Էրդողանն անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ։ Նա ասել է, որ Անկարա-Երևան հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է ըստ ծրագրի։ Տնտեսագետ Սարգսյանը նկատում է, տարածաշրջանային խաղացողներն, այդ թվում Թուրքիան եւ Ադրբեջանը, շատ ավելի արագաշարժ են։ Այս երկրները տեսնում են տարածաշրջանային տուրբուլենտությունը, կառուցում են իրենց հենասյուները, ձգտելով արագ օգուտների, մինչև Հայաստանը հաջողելու փորձարկումներ կանի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Պակիստանը արգելափակել էր Հայաստանի, Հնդկաստանը, Ադրբեջանի, Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցության դիմումները։ Այս տեղեկությանը հետևեց կազմակերպության գլխավոր քարտուղարի պարզաբանումը, թե կազմակերպությունը բաց է գործընկեր պետությունների երկխոսության, շփումների եւ գործակցության համար։ Նուրլան Երկմեկբաևը ռուսական Իզվեստիային վստահեցրել է, որ կոնսենսուսի դեպքում կառույցը կընդունի այն երկրներին, որոնք կիսում են իրենց կանոնադրության նպատակներն ու սկզբունքները։ Սա ըստ էության Երկմեկբաևի պատասխանն է Երևանի եւ Բաքվի համար ՇՀԿ լիիրավ անդամակցության դռները փակ մնալու հարցին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կմասնակցի Մոսկվայում կայանալի գլոբալ ատոմային ֆորումին։ Կրեմլից հայտնում են, որ ֆորումին կմասնակցեն նաև ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելարուսի նախագահ Լուկաշենկոն եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի վերջին մեկնելու է Ռուսաստան, իսկ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպումը օգոստոսի 31-ին էր Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում։ Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ։ Առաջին նախագահի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում այսօր լրագրողները հարցը ուղղել են Հոբելյարին։ Տեր-Պետրոսյանն ասել է, որ բազմիցս է նշել նախապայմանը, թող վարչապետը հրապարակի Լեռնային Ղարաբաղին վերաբերող բոլոր փաստաթղթերը, որոնք իր ձեռքի տակ են։ Եթե դրանք հրապարակվեն, վեճը կավարտվի, որովհետև ամեն ինչ ասված է այդ փաստաթղթերում։ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև անդրադարձել է Արցախյան հակամարտության լուծման ձախողմանը։ Դուք եք ասում, որ պետք է Արցախի մասով գնալ այդ փաթեթային լուծման կամ փուլային լուծման։ Այդ թեզերը ինքը կործանեց Ստեփանակերտում հայտարարելով Արցախը Հայաստանը եւ վեր։ Ասում են ձեր խաղաղության օրակարգի թեզերով է առաջ գնում Նիկոլ Փաշինյանը։ Դա եւս կործան։ Դա կերտ բան է, համեմատությունը, ոչ մի կապ չունի։ Իմ Ղարաբաղյան քաղաքականությունը իր քաղաքականության է։ Բացարձակապես։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Ուկրաինան կարող է վերադարձնել կորցրածը եւ առաջ շարժվել, ԱՄՆ նախագահի պնդումը։ Պատասխան Մոսկվայից Ռուսաստանը վագր չէ, թղթե արջերել չեն լինում։ Իտալիան պատրաստ է ճանաչել Պաղեստին պետությունը, երկու նախապայման կա։ Շիրակի թեմի առաջնորդը կմնա կալանքի տակ, դատարանը Աջապահյանին մեղավոր ճանաչեց։ Առեղծվածային դեպք Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի հյուպատոսարանում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին ներկայացուցչին։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Այժմ միջազգային լրահոս Իտալիան պատրաստ է ճանաչել Պաղեստինը, եթե կատարվի երկու պայման՝ իսրայելցի բոլոր պատանդների ազատ արձակում եւ Համասի ներկայացուցիչների հեռացում իշխանության ցանկացած դիրքից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում հայտարարել է Իսրայելի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Ավելի վաղ Պաղեստին պետության ճանաչման մասին են հայտարարել ՄԱԿ-ի անդամ ավելի քան 150 երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, իսկ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կտրականապես դեմ են ճանաչմանը։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Միացյալ Նահանգների հետ բանակցությունները անիմաստ ու անպտուղ է համարում, նա կեղծ է որակել պնդումներն այն մասին, թե Իրանը բանակցություններ չի վարում։ Վերջին հեռուստաելույթում Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի զիջի որևէ արտաքին ճնշմանը եւ կպահպանի երկրի շահերը։ Միաժամանակ նա նշել է, որ Իրանը թեև մտնում է ուրանի հարստացման հնարավորություն ունեցող աշխարհի շուրջ 10 երկրների մեջ, սակայն միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի։ Ֆրանսիայի նախագահը ողջունում է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ առաջնորդի հռետորաբանության փոփոխությունը։ Ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Մակրոնը նշել է, որ չնայած խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ կորուստներին ու զոհերին, Ռուսաստանը ավելի քան 1000 օրում գրավել է Ուկրաինայի տարածքի հազիվ 1%-ը։
Սա նշանակում է, որ թուլացել է Ռուսաստանի ոչ միայն բանակը, այլև տնտեսությունը, իսկ ավելի վաղ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Եվրամիության աջակցությամբ Ուկրաինան ի վիճակի է պայքարել և վերադարձնել իր ամբողջ տարածքը նախկին սահմաններում։ Ռուսաստանը վագր չէ, իսկ թղթե արջերել չեն լինում, այսպես է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն արձագանքել ԱՄՆ նախագահի հայտարարությանը կապված Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։ Սպիտակ տան ղեկավարը կասկածի տակ է դրել Ռուսաստանի ռազմական և տնտեսական հզորությունը, պնդելով, թե դա թղթե վագր է և որ Եվրամիության աջակցությամբ Ուկրաինան կարող է իր տարածքները Ռուսաստանից վերադարձնել և նույնիսկ ավելի հեռուն գնալ։ Իսկ ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ շարունակում է երկխոսությունը Վաշինգտոնի հետ և գնահատում է Թրամփի հանձնառությունը Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում։ Վլադիմիր Պուտինը շարունակում է պատրաստակամ լինել Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ընդգծել, մեջբերում եմ, ձախողման դատապարտված PR հնարքից խուսափելու համար նախապատրաստության անհրաժեշտությունը։ Պեսկովն ասել է նաև, թե Ռուսաստանի նախագահը բաց է Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնման համար։ Նովորոսիսկում արտակարգ դրություն է հայտարարվել, քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն ասել է, որ Կիևի հարձակման հետևանքով վնասվել են մի քանի բնակելի շենքեր և մեկ հյուրանոց։ Քաղաքապետի խոսքով բոլոր ուժերն ու միջոցները ուղղել են հարձակման հետևանքները վերացնելու համար, կան զոհեր և վիրավորներ։ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։ Անգիտակից վիճակում նրան հայտնաբերել են զուգարանում, նախնական տվյալներով Ավագյանը ինքնասպանություն է գործել։ Ավելի վաղ նա տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ ասում էր, գտնվում է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում և խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին դատարանը մեղավոր ճանաչեց Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում դատավոր Արմինե Մելիքսեթյանը կարդացել է վերդիկտը։ Դատարանի գնահատմամբ մեղադրող կողմի փաստերը բավարար են ապացուցելու, որ Միքայել Սրբազանը լրատվամիջոցներով հեղաշրջման կոչ արել։ Սրբազանը դատարանի դահլիճից հեռանալիս դիմել է աջակիցներին, բանի տեղ մի դրեք, լավ է լինելու։ Նրա պատժաչափը դատարանը կորոշի լրացուցիչ դատական նիստում։ Միքայել Արտաշեսի-Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել։ Այս նորմության քրեականների զույգի 422 հոդվածի երկրորդ մասով առաջադրված մեղադրանքում։ Վերդիկտով նաև խափանիջոցը թողնել է անփոփոխ իր սահմանափակումներով։ Մենք կրկին կանխատեսում ենք, ինչպես սա էր կանխատեսել, որ ազատազրկման հետ կապված պատիժ են միջնորդելու, դատան էլ այնպիսի ազատազրկում է տալու, այնպիսի չափով, որ Միքայել Սրբազանին մինչև ընտրություններ պահի փակի տակ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ դատարանի հրապարակած վճիռը գործընթացը համարելով ապօրինի։ Օրենքով սահմանված բոլոր հնարավորություններով Էջմիածինը պատրաստվում է հասնել Միքայել arczepiskoposի հանդեպ արդարության վերականգնմանը։ Ըստ հայտարարության, սա լրջագույն հարված է Հայաստանում արդարադատությանը և արդարադատության մարմինների հեղինակությանը։ Ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ Հայաստանում դատաիրավական համակարգը ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից, կարդում ենք Մայրաթորի հայտարարության մեջ։ Հայկական օդանավերի համար Եվրոպայի երկինքը դեռ փակ է և չնայած կառավարության լավատեսությանը մեր երկիրը կրկին Եվրամիության ավիացիոն սև ցուցակում է հայտնվել։ Սա ոչ միայն թռիչքներ իրականացնելու հեղինակության հարց է, այլև լուրջ տնտեսական կորուստներ է ենթադրում Հայաստանի համար։ Տարածքային կառավարման նախարարը մինչդեռ հույս ունի, որ տարեվերջին դուրս կգանք անցանկալի այս ցուցակից։ Հայաստանը կրկին ընդգրկվել է Եվրամիության ավիացիոն սև ցուցակում, ինչը արգելում է հայկական ավիաընկերություններին թռիչքներ դեպի Եվրոպա։ Զրկվելով եվրոպական ուղղություններով թռիչքներից, որքան հնարավոր շահույթ են կորցրել հայաստանյան ավիաընկերությունները կամ պետությունը, պաշտոնական հաշվարկներ չկան։ Ինչ տնտեսական վնասներ են կրել Եվրամիության շուկա մուտք գործելու արգելքի պատճառով։ Ավիացիոն ոլորտի մասնագետները նշում են, որ սև ցուցակում մնալը տնտեսական վնասներ է հասցնում Հայաստանին և ուղևորներին սահմանափակելով մատչելի ծառայությունները։
Կան գնահատականներ հնարավոր եկամտի կորուստների մասին։ Այն ազդում է օտարերկրյա գործընկերների ներդրումային այդ պրոյեկտների վրա, բացասաբար է ազդում, քանի որ նրանք շարունակաբար տեսնելով, որ ոչ մի դրական փոփոխություն չկա, ցուցակից դուրս գալու, նրանք ոնց որ այսպես անվստահություն ունեն հայկական շուկայում լուրջ եւ զգալի ներդրումներ անելու համար։ Մասնագետն ասում է, թերություններից ամենագլխավորը անվտանգության հարցն է եղել, այսինքն պատշաճ չի վերահսկվել ավիաընկերությունների թռիչքների անվտանգությունը, մյուս պատճառն էլ կադրային մեծ արտահոսքն էր, մասնագետների աշխատավարձն էր ցածր, իսկ մասնագետներին հետ բերելը, նրանց վերապատրաստելը մեծ ժամանակ ու միջոցներ է պահանջում։ Եվրոպայից մասնագետներ են եկել այժմ, որոնք 2022-ին էլ էին եկել, աուդիտ են անցկացնում, ովքեր ստուգում են, թե որքանով են սև ցուցակում հայտնված թերությունները շտկվել, որոնք օրինակ հենց 2022-ին 41-ն էին։ Բարբերաբար, իրենց այցերը եւ ստուգումները հայտարարությունները լսում ենք, որ եկել ստուգել են, բայց արդյունքների մասին մեզ չեն իրազեկում համապատասխան մարմինների։ Իսկ ո՞րն է պատճառը։ Ճիշտ ասած չգիտեմ։ Տարածքային կառավարման նախարարը հույս ունի, որ 2025-ի վերջին Հայաստանը կհանվի սև ցուցակից, վերջին ստուգումների դրական արդյունքների հիման վրա։ Պաշտոնյաների տրված խոստումները, խոսակցությունները սև ցուցակից դուրս գալու մասին մնում են զրոյական կետում արդեն մի քանի տարի է։ Օրերի առաջ հարցին, թե ինչու միջև օրս երկիրը շարունակում է մնալ սև ցուցակում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը պարզաբանում չտվեց։ Ուսումնասիրություններ իրականացվել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեում եւ նաեւ ավիափոխադրող ընկերություններում։ Պատկերը բավական լավն է, նախնական այդպիսի պատկեր ունենք, որ իրենց գնահատականների հիմնական մասը, որոնք արձանագրվել են սև ցուցակում հայտնվելու ժամանակ վերացված են։ Ի վերջո, որն է հիմնական տեխնիկական կամ համակարգային պատճառը, որ Հայաստանը մինչև հիմա չի կարողանում դուրս գալ սև ցուցակից Եվրամիության, երբ շատ երկրներ դա արել են շատ ավելի կարճ ժամկետում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է կանխել ապօրինի աղբավայրերի շահագործումը, խորհրդանում ոլորտի օրենսդրությամբ զբաղվող շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովում քննարկել են թափոնների մասին օրենքի փոփոխության նախագիծը։ Ընդդիմությունից պնդել են, թե առանց ոլորտը կարգավորելու գերատեսչությունը հերթական անգամ խիստ պահանջներ է սահմանում։ Փոխնախարարն էլ արձագանքել է, որ առաջարկվող փոփոխությամբ ամբողջ դաշտը այո չեն կարգավորում, բայց հենց այդ ճանապարհով են ընթանում։ Ես ձեր հարցադրումներից ուզում եմ առանձնացնեմ, որ պատասխանատվությունը տրվում է միայն ՏԻՄ տեղական ինքնակառավարման մարմինների վրա, ուզում եմ հստակեցնեմ, որ դա այդպես չէ, պատասխանատվությունը դրվում է առաջին հերթին թափոն առաջացնող տնտեսավարողի եւ այն ծառայություններ մատուցող տնտեսավարողների վրա, որոնք առաջացնում են այդ թափոնները։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներանց։ Բռնության աճ Հայաստանում թիրախում անչափահասներն են։ Աջակցություն դպրոցներին կոնկրետ պայմանով, ով կարող է օգտվել 10 միլիոնի ծրագրից։ Մեդիա աշխարհ եւս մեկ օր կվայելենք կայուն երկինք, ավելին հաջորդի։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Նոր Նորքի մանկապարտեզներից մեկի տարածքում կրակոցներ են հնչել դեպքի մասին, մանկապարտեզի տնօրենն է ահազանգել օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ մանկապարտեզի ապակիներից մեկը կոտրված է, այլ մանրամասներ միջադեպից հայտնի չէ։ Սակայն հայտնի է, որ մեր երկրում երեխաների նկատմամբ բռնություններն են ավելանում։ Երեխաները իրենք էլ միմյանց նկատմամբ բռնություն են գործադրում։ Որն է այս աճի պատճառը, ինչու են ամեն տարի դեպքերն ավելանում։ Ժամի անդրադարձը։ Հայաստանը բավականին ցածր հորիզոնական է զբաղեցնում աշխարհում դատապարտված կամ կալանավորված անչափահասների թվով, սակայն սա անչափահասների մասնակցությամբ իրավախախտումների փոքր թվի հետևանքը չէ։ Պարզապես մեր երկրի դատաիրավական համակարգն ունի բավականին մեղմ վերաբերմունք իրավախախտ անչափահասների նկատմամբ, ինչը թերևս լավ է, քանի որ գաղութում հայտնված անչափահասը գրեթե 100% հավանականությամբ բռնելու է հանցավոր աշխարհի ճամփան։ Մյուս կողմից տարեցտարի աճում են երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերը, այդ թվում հենց
տարեկիցների մասնակցությամբ։ Վիճակագրությունը կազմում է քննչական կոմիտեն եւ դրանում ընդգրկվում են միայն այն դեպքերը, որոնք որակվել են որպես հանցագործություն։ Եթե 2017 թվականին մենք ունեինք 265 քրեական վարույթ երեխաների նկատմամբ բռնության դեպքերով, ապա 18 թվականին արդեն 317, 19 թվականին 360, 2020 թվականին ունեցել ենք նվազում, դա 328-ն է, այսինքն COVID-ով պայմանավորված, երբ որ երեխաների միկրոսոցիալական միջավայրը փոխվեց, երեխաները չէին գնում դպրոց, բակ եւ այլ պայմաններ, այդտեղ նվազում ունեցան։ Վիճակագրական պատկերը հաջորդ տարիներին ավելի է վատանում։ Պատճառներից մեկն այն է, որ քրեական օրենսգրքի փոփոխություններով ավելի շատ արարքներ են որակվել որպես հանցագործություն։ 21 թվականին 340 քրեական վարույթ, 22-ին 545, 23-ին 1159, 2024-ին 1476 եւ այս թվականի առաջին կիսամյակում արդեն մենք ունենք 1011 քրեական վարույթ։ Այսինքն այն, որ դիմելիությունը եւ դեպքերի աճը մեր մոտ ակնհայտ է, դա միանշանակ է։ Հարց է առաջանում, որն է երեխաների նկատմամբ բռնության նման աճի պատճառը։ Երեխաների միջանձնային խնդիրների աճ ֆիքսում են նաև ոլորտի երկարամյա մասնագետները։ Վերջի տարիներին տեսնում ենք ագրեսիայի աճ երեխաների մեջ, ագրեսիվ վարքի աճ, անհանդուրժողություն միմյանց հանդեպ, փոքր մի բանից կռիվ սարքելու, թեկուզ ինչ ինձ այդպես նայեցի, ինչպես այդպես իրեմ ինձ կպար եւ այլն։ Այս խնդիրը բազմաշերտ է։ Առաջին տեղում մասնագետների տեսանկյունից մեդիան է։ Այն ամենը, ինչը հեռուստացույցի, համակարգչի եւ սմարթֆոնների էկրանից է հորդում։ Երկրորդ տեղում ընտանիքն ու շրջապատն են, որոնք իրենց պահանջներն են թելադրում երեխային։ Մեծ հաշվով հնարավոր չէ ունենալ ագրեսիվ ու անհանդուրժող հանրություն եւ միաժամանակ ցիվիլ հանդարտ երեխաներ։ Մեկը մյուսի արտապատկերն է։ Թեկուզ նայեք խորհրդարանում, հանդուրժում են արդյոք իրար։ Օր չի լինում, որ մենք սպանության կամ ինչ-որ մի բանի այդպեսի հետքեր չլսենք։ Բնական է, որ դա աճ է ունենալու նաև երեխաների մեջ, որտեղ այդ երեխաները ընդօրինակում են մեծահասակների կամ միածնտանեկան մոդելը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար զեկույցներ է հրապարակում, որոնցում մատնանշում է այն բացերը, որոնք առկա են տարբեր համակարգերում։ Հենց դրանց պատճառով էլ երեխաների դեմ բռնությունների կանխարգելումը որոշ դեպքերում անարդյունավետ է լինում։ Մեր մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ երեխաների հետ առնչվող մասնագետների մի մաս բռնության նշանները ճանաչելու եւ արձագանքելու հետ կապված խնդիրներ ունի, հատկապես վաղ փուլում հայտնաբերման մասին է խոսքը։ Երեխաների բռնության կանխարգելման կարևորագույն օղակներից մեկը պետք է լինի դպրոցը, որտեղ պետք է լինեն անհրաժեշտ գիտելիքներով մասնագետներ։ Նրանք պետք է ժամանակին ֆիքսեն հնարավոր կոնֆլիկտները եւ թույլ չտան, որ բանը հասնի ողբերգությանը։ Գոյություն ունի ուղեցույց բռնության դեպքերի կանխարգելման, արձագանքման ու բացահայտման նվիրված։ Ուղեցույցով նաև սահմանված է պատասխանատու անձ, որը այս տեսանկյունի կանխարգելումն իրականացնում է հենց այդ պատասխանատու անձը։ Մեր մշտադիտարկման արդյունքները ցավոք սրտի ցույց են տալիս, որ ոչ բոլոր հաստատություններում դրանք կան։ Բավարար է հիշել տարվա ընթացքում քանի դանակահարություն եւ ծեծ է արձանագրվում երեխաների մասնակցությամբ, որպեսզի հասկանանք, որ այստեղ շտապ քայլերի կարիք կա։ Հակառակ դեպքում երեխաների բռնության դեպքերով հարուցված քրեական գործերին վերաբերող տխուր վիճակագրությունը գալիք տարիներին եւս կշարունակի վատանալ։ Արմեն Նաթելյան, ժամը լրատվական։ 2026 թվականին մինչև 20 դպրոց կարող են 10 միլիոն դրամ ստանալ պետությունից, եթե բավարարում են մի քանի չափորոշիչի։ Առաջնային ու կարևոր պայման է ուսուցչական կոլեկտիվի ատեստավորված լինելը դպրոցի բարձր կատարողականը։ Սակայն ցածր կատարողականով դպրոցների համար էլ առանց մրցույթի 5 միլիոն դրամ ստանալու հնարավորություն կա, բայց դպրոցը պետք է առնվազն 50 աշակերտ ունենա։ Մասնագետները խրախուսման այս տարբերակից սակայն գոհ չեն, պնդում են, հարկավոր է բոլորին հավասար աչքով նայել, փոքր համայնքներում դպրոցները անտերության չմատնել։ Կառավարությունը դպրոցներին կխրախուսի ու լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի։ Աջակցությունը տրամադրելու են գնահատելով դպրոցների կատարողականը։ Գործընթացն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլը վերաբերում է բարձր կատարողական ունեցող դպրոցներին։ Սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում միայն ուսումնական հաստատությունը կկարողանա մասնակցել մրցույթին։ Դպրոցը պետք է ունենա կամավոր ատեստավորված ուսուցիչների 50%-ից ավելի ցուցանիշ, տարակարգ ունեցող ուսուցիչների 20%-ից ավելի ցուցանիշ, ամսվա լավագույն, տարվա լավագույն մրցույթների մասնակցություն, օլիմպիադաների տարբեր փուլերի մասնակցություն։ Կհայտարարվի մրցույթ, որին դպրոցները մասնակցության հայտ կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, հիմքում ունենալով մեկ զարգացման նորարարական ծրագիր։ Ձևավորված հանձնաժողովը կընտրի մինչև 20 ուսումնական հաստատություն։ Յուրաքանչյուր դպրոցին աջակցությունը մինչև 10 միլիոն դրամ է։ Կարող է լինել օրինակ ինչ-որ առարկայի
ծրագրի մշակում հետաքրքիր, որը նոր կլինի դպրոցի համար եւ օրինակ համայնքի կամ տվյալ բնակավայրի հետաքրքրություններից, կարիքներից կբխի, շատ բազմազան կարող են լինել։ Ծրագրի երկրորդ բաղադրիչը վերաբերում է ցածր կատարողական ունեցող դպրոցներին, որոնց դեպքում մրցույթ չի լինի։ Ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը ուսումնասիրելու եւ առանձնացնելու է կատարողականի նվազագույն ցուցանիշներ ունեցող 40 հաստատություն։ Այնուհետև իրականացվելու է արտաքին գնահատում եւ կառանձնացվեն այն դպրոցները, որոնք կստանան աջակցություն մինչև 5 միլիոն դրամ։ Այս դպրոցների համար կազմվելու է զարգացման ծրագիր, հիմնվելով արկաբացերի ու խնդիրների վրա։ Իդեպ, աջակցության ծրագրի երկու բաղադրիչով էլ չեն դիտարկվելու այն դպրոցները, որոնք ունեն 50-ից պակաս աշակերտ։ Աջակցության ծրագրում ընդգրկվելու չափանիշները կրթության փորձագետը միանշանակ չի ընդունում, ասում է, անկախ աշակերտների թվից յուրաքանչյուր կրթական հաստատություն պետք է հավասար աջակցության հնարավորություն ունենա։ Եթե դպրոցը ունի 50 աշակերտ, դա դպրոցի մեղավորությունը չի, որ այդ գումարը չստանա։ Այսինքն, եթե դպրոցում տնօրենը պետք է զարգացման ծրագրի հետ կապված, կատարողականի հետ կապված իրանելը չեն անհրաժեշտ ֆինանսական լրացուցիչ միջոցներ։ Եթե ինքը ինչ շեխ ունի, որ դպրոցը 50 աշակերտ ունի, իր կատարողականը նորմալ կատարում է, իր զարգացման ծրագրի կատարողականը, բայց ինչու չպետք է ստանա աջակցություն։ Ոլորտի փորձագետի գնահատմամբ բարձր կատարողականով դպրոցների համատեքստում էլ ընտրված մոտեցումն ու չափանիշները կարող են դպրոցների միջև ստեղծել անառողջ մրցակցություն։ Կարող է մրցակցություն խթանել դպրոցների միջև, տնօրենների միջև։ Խթանելու արդյունքում կարող են ստիպեն, որ գնան ապստավորեն, որպեսզի հետ չմնա կողքի դպրոցից, ասեն դպրոցը ունի հավելյալ միջոց ստացավ, ես էլ պետք է այդ ցուցանիշին հասնեմ, այդ ցուցանիշին հասնելու համար բառադրանք։ Փորձագետը հիշեցնում է, զարգացման ուղին պետք է անցնի հավասար հնարավորությունների տրամադրմամբ։ Կրթական բարեփոխումներում կարևոր է պահել հավասարակշռությունը, փոքր համայնքներում գործող, սակայն զարգացման ներուժ ունեցող դպրոցներին անտերության չմատնել։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Հայաստանում մոտ 5000 տաքսու վարորդ միասին պետությանը 1.3 միլիարդ դրամի պարտք ունի։ Կառավարությունը նախատեսում է համաներել տույժ տուգանքները, եթե դրանք 2015-19 թվականներին լիցենզավորված ծառայություններ մատուցողներն են։ Իսկ ինչու Երևանից Կապան ու հակառակ ուղղությամբ, քանի օր է թռիչքներ չկան, այս եւ օրվա այլ կարևորի մասին տեսաշարում։ Սյունիք օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը։ Օդանավակայանի մամուլի ծառայությունից հերքել են ԶԼՄ-ներում տարածված լուրը։ Ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան Երևան-Չվերթը, որը պայմանավորված է բացառապես Չվերթն իրականացնող Novair ավիաընկերության L410 ինքնաթիռի պլանային տեղսպասարկումով։ Ընդգծել են, որ նույնիսկ Չվերթերի ժամանակավոր դադարեցման պարագայում օդանավակայանները գործում են երկրի եւ միջազգային համապատասխան կարգավորող մարմինների վերահսկողությամբ եւ կանոններով։ Հայաստանում մոտ 5000 տաքսիստի տույժ տուգանքները կհամաներվեն։ Այդ մասին հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ խոսքը վերաբերում է 2015-ից 19 թվականներին լիցենզավորված տաքսի ծառայություններ մատուցող շուրջ 5000 ֆիզիկական անձանց։ Սիմոնյանի խոսքով համաներում են կիրառում, քանի որ 2015-ից 19 թվականների հունիսի 29-ին լիցենզավորման պետական տուրքերը հանվել են, սակայն տուրքերի վճարման պարտավորությունները անհասկանալիորեն մնացել են։ Այդ ընթացքում շուրջ 10000 անձի լիցենզավորում է տրամադրվել, որոնցից 5000-ի մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ, մոտ 1 միլիարդ 300 միլիոն դրամի չափ, որից տույժը 400 միլիոն դրամ է։ Հեղուկ եւ սեղմված գազի շուկայում շարունակվում են չարաշահումները։ Ազգային ժողովի դիմադիր պատգամավորները տնտեսական հանձնաժողովի նիստում հայտնել են, որ հատկապես հեղուկ գազի իրացման դեպքում քաղաքացիներին մոլորեցնում են եւ թերակշռում։ Հայտնում են, թե ցածր գնով են վաճառում, սակայն նույն ծավալի գազը տարբեր կիլոմետրերով է քշվում։ Գնի մեջ խափող տնտեսվարողներին տուգանում են։ Միջազգային գործընկերների հետ մշակել են մեխանիզմներ, որպեսզի շահառուներին խափելու գործողությունները կրճատվեն։ Կառավարության ներկայացուցիչները դիմադիր պատգամավորներին մեղադրել են չափագիտության ոլորտի մասին տեղեկացված չլինելու մեջ։ Սարյան փողոցում արտասահմանցիներից մեկը Երևանի 30-ամյա բնակչուհու Toyota-ն է այրել։ Օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հաղորդում է տվել ոստիկանություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը պարզել է, որ Toyota-ն այրել է արտասահմանի քաղաքացի 28-ամյա երիտասարդը։ Նա սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է վարչություն։ Կատարվում է նախաքննություն։
Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր համակարգում ստորագրելու հետ կապված խնդիրներ կան։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ID ընկերության եւ հեռախոսազանգերի աջակցման կենտրոնի հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր առաջացած խնդիրները հնարավորինս արագ եւ արդյունավետ կարգավորելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին, ինչ սպասել մայրաքաղաքում եւ մարզերում, ավելին գիտի Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում հինգշաբթին կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը կբարձրանա եւս 4-ին։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 22 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 19-ից 25, Լոռիում 18-ից 23, Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 26 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 24-ից 27, Սյունիքի նախալեռներում 16-ից 20 աստիճան։ Երևանում օրը կանցնի արևոտ երկնքով առանց ստեղումների։ Այս գիշեր սպասվում է 9-ից 11, ցերեկը 23-ից 25, երեկոյան 18-ից 20 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։